Պարզ խնդիր է, այսինքն ստեղ այն հիշում եք որ իշխանության ներկայացնողներից մեկը հայտարարեց որ Հայաստանի երաշխավորը պետք է լինի Ալիևը, չէ՞։ Հիմա Ալիևը հեսա նենց է երաշխավորելու, որ Հայաստանից քարը չի մնալու։ Ուրեմն ես ասեմ ձեզ միջազգային լուրջ փորձագետները, եվրոպական եւ ռուսական, կանխատեսում են հետեւյալը, որ եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, ուրեմն 2 տարի անց Հայաստանը կորցնելու է իր պետականությունը, իրանց մոդելն եմ ասում ժամանակային, եւ հաջորդ 3 տարի անց Հայաստանը չի մնալու հայրենիքին։ Չէ, հասկանալու բան չկա, Անժելա ջան, ամեն մի ժողովուրդ արժանի է իր ճակատագրին։ Ցանկացած ժողովուրդ արժանա ճակատագրին։ Եթե ժողովուրդը ուզում է գնա իշխանության, եթե ժողովրդի մեջ կա մազոխիստական գեն, իսկ նման գեն մեր ժողովրդի մեջ ցավոք սրտի կա։ Ես դա գիտեմ որ կա, բոլորս է գիտենք դրա կա։ Եթե դա կա, ուրեմն այս ժողովուրդը չի կարող իրան փրկել։ Հիմա բայց տեսեք, հայրա ժողովրդի մեջ էլ կար այդ գենը։ Հայրա ժողովուրդը բայց ինքը կարողացավ վերականգնել իր պետականությունը, բան եւ այլն եւ հիմա այսօր ժամանակից երկիր է դարձել եւ եթե ինքը իրան խելոք պայի նորմալ կարա գոյատևի։ Հայաստանը ըստ էության 30 տարի է գոյատևում։ Ինքը կարա գոյատևի եւս երկար, եթե խելամիտ լինի իր քաղաքական վերնախավը։ Եթե այս տիպի վերնախավ ունենա, իսկ պատմության մեջ միշտ ունեցել է սենց վերնախավեր, միշտ ունեցել է։ Ես չեմ ուզում անուն ազգաններ ասեմ։ Նման Փաշինյաններ հայ ժողովրդի իր պատմության մեջ ունեցել, դա համար ինքը կորցրել է, բարբերաբար կորցրել է պետականությունը, բարբերաբար կոտորածներ է եղել, որտեղ նման տիպի իշխանություն ունենալը դա նշանակում է, որ սեփական ժողովրդի մեջ կա մի հատ շերտ, որը իր տեսակին բերում է իշխանության։ Այդ տեսակը դա խայտարակություն է, դա հակապետական, հակամարտկային, հակաբնական մի հատ տեսակ է, որը իր տեսակով ինքը պետք է չապրի, սենց ձևակերպեմ։ Ինքը իր ոչնչացումը, դա բնական է, բնությունը ծրագրավորում է այդ մարդկանց ոչնչացումը։ Եվ դրա համար այդ մարդիկ ոչնչանում են, բարբերաբար են ոչնչանում։ Հիմա բայց, քանի որ մեր ժողովրդի մեջ նաև կա առողջ հատված, այդ առողջ հատվածը պետք է գերիշխի եւ թույլ չտա որ տես բան լինի, որովհետեւ մարդիկ պետք է հասկանան, որ եթե հունիսի 7-ին ես մի քանի օր առաջ փորձել եմ, ես այստեղից միշտ ասում եմ, չէ, եթե ամեն մեկից հաջողվի։ Mən շարունակեմ, կներեք, ես մի հատ բան էլ ասեմ։ Մուստաֆայևի երրորդ բանը առաջարկը դա հետևյալն էր։ Իրանք մտահոգված են Տրամպի միջանցքի հետ կապված խնդրով։ Այդ Տրամպի միջանցքը, քանի որ հիմա օդի մեջ կախված է մնացել, որտեղ Միացյալ Նահանգների եւ Իրանի շուրջ բավականին լուրջ լարվածություն առաջ եկել եւ հիմա Ռուսաստանն է միջնորդական առաքելություն կատարում, որպեսզի կարողանա, որտեղ Տրամպը շատ ծանր վիճակի մեջ է հայտնվել եւ Պուտինին եւ Ռուսաստանին շահավետ չի, որ Տրամպը վերջնականապես կործանվի Միացյալ Նահանգներում, հանուն արդարության ասեմ, որ դա մեզ էլ պետք չի, ես չեմ ուզում փակագծերը բացեմ, մեզ էլ դա շահավետ չի, բայց պարզա մի բան, որ Տրամպի այդ կամուրջը որ կա, ինքը կամ չի կյանքի չի կոչվելու, կամ եթե կյանքի կոչվի լրիվ տրանսֆորմացված վիճակի մեջ է լինելու, որտեղ պետք է իր դեր ունենան նաեւ Իրանը եւ Ռուսաստանը, որը մեզ շահավետ անելու։ Հիմա Ադրբեջանը խիստ մտահոգված է այդ գործոնով, եւ Ադրբեջանը ուզում է երաշխիքներ ստանա Հայաստանի կողմից, որ եթե հանգարց Միացյալ Նահանգները ինչ պատճառներով թուլացնեն կամ չկատարեն այդ խնդիրը, ապա այդ Վաշինգտոնյան համաձայնագրի բովանդակությունը պետք է Հայաստանի կողմը պահպանի։ Այսինքն Զանգեզուրի միջանցքը պետք է աշխատի։ Դա շատ կարևոր գործոն է, որտեղ Մուստաֆայևը բացի դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերով նաև կոմունիկացիաների գծով փոխվարչապետն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը տեղել է համաձայնություն տվել։ Ես ասեմ ձեզ, որ իմանաք, այսինքն տեսեք ինչն է խնդիրը։ Այս մարդը հսկայական բեռա վերցա իր վրա, իր անձնական կյանքը, իր իշխանությունը, իր աթոռը պահելու համար ինքը պատրաստ, ինքը խոստացել է Հայաստանի հսկայական ռեսուրսներ հանձնել Ադրբեջանին։ Սարսափելի մակարդակի։ Եվ ասեմ ձեզ, ռուսական եւ արևմտյան եվրոպական ավելի շատ փորձագետների կարծիքով, եթե հայ ժողովուրդը համաձայնվեց Փաշինյանի այս սցենարին, ես նույնիսկ եմ կրկնում, ամենալրջությամբ, նույնիսկ ժամանակային իմաստով 5 տար ոչ թե Հայաստան չեն հավատում ձեզ։ Չեն հավատում։ Մի հատ փորձեք, ես օրինակ այն օրը այդպես մտածող մարդկանց հետ խոսում եի, չեն հավատում։ Ես sense մի բան ասեմ։ Ասում են ցեղասպանություն արել են ռուսները, մեր թշնամի ռուսն է։ Ես մի բան ասեմ, էլի, կներեք մի բան ասեմ։ Այս մարդկանց պապերը ցեղասպանվել են Թուրքիայում, Օսմանյան Թուրքիայում են, չէ՞ ցեղասպանվել։ Բարիս բուն իմաստով Օսմանյան կառավարությունն է, չէ՞, որոշումները կայացրել ցեղասպանելու։ Հիմա պարզ, եթե այդ թորները նույն ձևի մտածում են եւ տանեն առաջ, ես ուղղակի ասում եմ, իրանք արժանի են ցեղասպան